Շիրակի մարզում էր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Գյումրի կատարած այցի շրջանակում պաշտպանը հանդիպել է Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ, քննարկելով կրթության, երիտասարդների հասարակական դերակատարման եւ նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Մեր գործունեության մի մասը, որը շատ կարևոր որպես ասպեկտ ունի մարդու իրավունքների կրթությունը, մենք կազմակերպում ենք ոչ թե այն ձևաչափով, որ պարզապես ինչ-որ միտեղ գնանք կամ ինչ-որ մի հրապարակում անենք մարդու իրավունքների մասին, դա դասախոսության ու մենախոսության պես որևէ բան դառնա։ Հակառակը երիտասարդները շատ ակտիվ ներգրավվածություն ունեն եւ նաեւ երեխաները մեր հաստատության գործունեության շրջանակներում։ Պաշտպանը շեշտել է, որ հատկապես երիտասարդներն են այն ուժը, որը կարող է ձևավորել հասարակական փոփոխություններ։ Երիտասարդները շատ մեծ փոփոխություն կարող են բերել մեր միջավայրում, ինչու հիմա հատուկ չեմ շեշտադրում մարդու իրավունքները, որովհետեւ մի փոքր ավելի ուշ կասեմ, որ մարդու իրավունքները հենց մեր կյանքի մասին են։ Հետևաբար հատուկ պիտի նշեմ ու շեշտադրեմ, որ ես իրապես համարում եմ, որ երիտասարդները այն հիմնական ուժը կարող են դառնալ, ովքեր մեծ փոփոխություններ կարող են բերել մեր միջավայրում։ Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, Մանասյանը նշել է, որ հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման հիմքում ընկած է մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների բարձր մակարդակը։ Զարգացնելով գիտական միջավայրը եւ կրթական միջավայրը, մենք հաստատ կարող ենք ունենալ շատ ավելի մեծ արդյունքներ։ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն իր խոսքում անդրադարձել է իրավունքների եւ պարտականությունների փոխկապակցվածությանը, շեշտելով, որ յուրաքանչյուր իրավունք նաեւ պարտականություն է ենթադրում։ Եվ քանի դեռ մենք մեր պարտականությունները չենք կատարում այնպես, ինչպես պահանջվում է, մենք որևէ մեկս որևէ իրավունքի պաշտպանության կարիք չենք ունենալու եւ չենք կարող ունենալ։ Չենք կարող ակնկալել, քանզի յուրաքանչյուրիս պարտականությունները ապահովում է նաև մեր բարեկամի, մեր հարազատի, մեր սոցիումի անդամի իրավունքներ։ Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրացրել են մի շարք հարցեր վերաբերող մարդու իրավունքների պաշտպանությանը, դրանց ապահովման մեխանիզմներին, ինչպես նաև համապատասխան կառույցների դերակատարությանը այդ գործընթացներում։ Ուսանողներն ու դասախոսական կազմը հանդես են եկել համագործակցության առաջարկներով, կարևորելով նման ձևաչափի քննարկումների շարունակականությունը։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։